Լուրջը բնականաբար շատ լուրջ է այս ամեն ինչը, հարաբերությունը պետք է ունենա adekvat տևողություն, եթե չկա այդ տևողությունը, ապա դա խնդիրներ է առաջացնում սեռական փոխհարաբերությունների մեջ գտնվող զույգերի պարագայում, ի վերջո բերելով սեռական բնույթի խնդիրների առաջացմանը, որոնք հանգեցնելու են տվյալ դեպքում կամ զույգի իրարից բաժանվելուն, եթե դա ամուսնական զույգ է, ապա ամուսնալուծությանը։ Բազմաթիվ անգամներ ինձ հարցողում են բժիշկ, դե բավական է սեքսը, միթե դա է ընտանիքի հիմքը։ Այո, դա է։ Ուզեք թե չուզեք պետք է ընդունեք, որ առանց սեքսի ընտանիք չի լինում, եւ տղամարդուն ու կնոջը բոլորովին կապող օղակները դա երեխաները չեն, համատեղ ունեցվածքը չի, կամ համատեղ բարեկամները չեն, խնամիները չեն, յուրաքանչյուր տղամարդու եւ կնոջ կապող օղակը դա սեքսն է, պետք է լինել քաջ եւ ընդունել դա։ Ընդունելուց հետո առաջանում են այլ հարցեր, ապա պետք է սեքսը լինի որակով լավը, եւ այդ որակի տակ խնդրում եմ չհասկանալ սեռական օրգանների չափերը կամ ինչ-որ այլ հատկանիշները։ Որակով սեքսը իրենից ենթադրում է սեռական երկկողմանի բավարարվածություն։ Երկկողմանի բավարարությունը իրենից ենթադրում է, որ առաջնահերթ պետք է բավարարվածություն լինի կնոջ մոտ։ Ինչպես եւ մենք պտտվենք եւ շուռ գանք նույն կետի վրա, կարճ տևողությամբ հարաբերությունների պարագայում դժվար է կնոջ բավարարվածության հարցը, որովհետև կինը գրգռվում է դանդաղ եւ սեռական բավարարվածության պիկին հասնելու համար այո նրան ժամանակ է պետք, բայց այդ ժամանակի տակ պետք չի հասկանալ բժիշկ ոնց անենք սեքսը տևի մի ժամ պետք չի տևել 7-ից 8 րոպե, 5-ից 7 րոպե, 7-ից 10 րոպե տևողությամբ սեքսը adekvat պայմաններում, adekvat գրգռականության պայմաններում, adekvat նախերգանքի եւ adekvat ընտանեկան մթնոլորտի պայմաններում կբերի կնոջ մոտ սեռական բավարարվածության զգացողությանը։ Ինչպես տղամարդիկ սեռական չբավարարվածությունից, այնպես էլ կանայք սեռական չբավարարությունից ունենալու են տարատեսակ խնդիրներ։ Սկզբից դրանք կլինեն նյարդահոգեբանական խնդիրներ, այնուհետ կվերածվեն նաեւ օրգանական խնդիրների։ Եվ վերջում մենք ունենանք բարդ իրավիճակ։ Դիմեք ձեր սեռական խնդիրների կապակցությամբ բժշկի, հաղթահարելով ամոթի վերջին նոտաները եւ կարգավորելով այդ խնդիրները ապրեք լիարժեք սեռական կյանքով։